Բարև ձեզ սիրելի հայրենագիցներ, այսօրվա նյութս շարունակությունն է Սփյուռք Հայաստան գաբի և հարցերու մասին։ Անցյալի մեջ խոսած եմ, թե Սփյուռքահայը Հայաստանի գոմե պետականորեն և ժողովրդի գոմեն կընդունվի որպես հայ կամ ոչ։ Իրականությունը, եթե իրենք ուզեն ընդունել կամ ոչ, Սփյուռքահայը հայ է։ Երբ որ Սփյուռքահայը հայ է, ուրեմն կպատկանի հայ ազգին որպես անհատ և իր հայրենիքը Հայաստան է։ Եթե իր հայրենիքը Հայաստան է, Հայաստանի որևէ թիզ հողմը հավասարապես իրավունքն է Հայաստան ապրող հային և սփյուռքահային։ Եթե ազգ ընդունվի, ուրեմն սփյուռքահային պետք է դրվի Հայաստանի քաղաքացիություն։ Եթե ասի չի կատարվիր, խտրականություն է։ Ոմանք կսեն, որ Սփյուռքահայը արդեն հաստատված է ուրիշ երկիր, այդ երկրի ազդեցության տակ լրտեսություն կրնանել և Հայաստանի հակառակը գործել։ Հարցումը աս է, եթե աս գաղափարին մեկը համոզված է, ուրեմն պետք է Սփյուռքահային հեռացնել Հայաստանեն, կամ պետք է սիրաչահել, որ Հայաստանի հետ կապվի։ Հայաստանի հետ կապը կլա երկու տեսակ, մեկը որ անձնապես կհաստատվի Հայաստան և հոս ապրի, կամ սպարտավոր կերպով կյանքի թրության բերումով հոն ապրի, բայց հոգվով սրտով կապվի Հայաստանին և Հայաստանի մեջ ներդնե իր կարողականությունը։ Ներկայիս թրությունն է, որ Սփյուռքահայը արտերկիր ապրելով հանդերձ կապվի Հայաստանին իր ունեցվածքը մտային նյութական հնարամտության ստեղծագործական կարողությունը մասը հաստատե Հայաստանի մեջ։ Այս է եղած նպատակը 1918-ին, երբ որ գրած են Հայաստանի սահմանադրությունը։ Կրկնած եմ և կկրկնեմ, սահմանադրության առաջին բառը գծե հայ ժողովուրդը այդ կվերաբերվի աշխարհադարած հայության և ոչ թե հայաստանաբնակին։ Առաջին բարբերության մեջ գծե պետական սկզբունքներն են։ Ինչ են պետական սկզբունքները։ Արդարություն, մշակույթ, օրենսդրություն, ազգային պատկանելություն, լեզուն և վերջը գծե ազգային նպատակներուն։ Ինչ են ազգային նպատակները։ Հայերս ինչ կուզենք, որ մեր երկիրը ապահով, անվտանգ, մեր հողային ամբողջականություն ունենանք, բռնագրավված հողեր չունենանք, հայ ժողովուրդը ապրի ուրախ, արդյունաբեր և իր մշակույթը, լեզուն և կրոնը իր երկրի մեջ անվտանգորեն կարենա զարգացնել, տարածել և թավանել։ Ուրեմն, եթե
հայության սահմանադրությունը այս է, ներգայիս այդ իրականացվի, ոչ։ Ներգայիս ունենք վարչագարկը, որ ասկային նպատակներեն շեղած է, պետական սկզբունքներուն չի ծառայեր, այլ գա վարչապետը, որ ինքնահավան, ինքնագլուխ, անցած է խմբագի մգլուխը, որ գհալած է հայ առաքելական եկեղեցին։ Իրենց ասածով իրենք հագարակ են Գաթողիկոսին, որ զավակ ունի։ Լավ, Գաթողիկոսը նոր զավակ ունեցավ, եթե ունի։ Առնվազն 20 կամ 30 տարի առաջ պիտի լա։ Ինչու համար ստեղծվեցավ այս հագաեկեղեցական հոսանքը։ Բարձ է։ Նիկոլ Փաշինյանը գուզե վերընտրվի։ Ադոր համար գուզեր աչագից հայ առաքելական եկեղեցին եւ Գաթողիկոսը եւ գուզեր, որ իր բատկամին հրամանին դագը ենթարկվին աս եկեղեցական, գրոնական, հոգևորական գարուջը։ Քանի որ չենթարկվեցան, իրեն աչագիծ չդարձան, գսկցավ հագա եկեղեցական հոսանք ստեղծել։ Հերցվածներու խումբ հավաքեց իր շուրջը, արքեպիսկոպոսներեն մինչև վարդապետ, մինչև քահանա եւ հալածեց հայ առաքելական եկեղեցին։ Վարչապետը ուներ ադիրավացությունը, ոչ, իր ըրածը հագասահմանադրական է։ Օրենքը այդպես գծե։ Եթե հագասահմանադրական է, ուր էր արդարադատության նախարարությունը, ուր էր ոստիկանությունը, երբ որ Էջմիածին ձբդիալ թիմագավոր ոստիկանները կացին եւ Գաթողիկոսարանի մեջ, վեհարանի մեջ եւ այլ տեղեր սկսան բրբդել թիվանները եւ մասը բռնակարավեցին ու դարին։ Աս օրինական է, ոչ։ Հագա օրինական է երկու տեսակ։ Մեկը հագասահմանադրական է, երկրորդը բոլոր աշխարհացրիվ հայության 11 միլիոն հայերու իրավունքներու ոտնահարում է։ Այսինքն Փաշինյան հռչակեց պատերազմ աշխարհացրիվ հայության հանդեպ։ Ինչ իրավ խորհրդարանը, ինչ իրավ արդարադատությունը, ինչ իրավ ոստիկանությունը, ոչինչ։ Ասպիսով հայու արժանապատվությունը ոտնահարեց վարչապետի պաշտոնին եղած անձը։ Հիմա բահմը վերլուծենք վարչապետին որպես Հայաստանի քաղաքացի։ Նիկոլ Փաշինյանը ամուսնացած է, անցյալ մայիսին մինչև դեկտեմբեր 1-2 անգամ ելույթ ունեցած է, ցայնակրված եւ նկարահանված իր խոստովանությունը գծե, որ ես ոչ քաղաքացիական եւ ոչ այլ եկեղեցական ամուսնություն ունիմ, չէ բացակված, եւ ոչ այլ քաղաքացիական օրեն արձանագրված է, թե ամուսնացած է, ուրեմն չի ամուսնացած,
Աննա Հակոբյանը օրինավոր երբով իր գինը չէ։ Աննա Հակոբյանը օրինավոր երբով առաջին դիգինը չէ։ Իրենք ունին 4 զավակներ անորեն երբով աբորինի։ Ուրեմն եզրակացությունը ան է, որ Փաշինյանը անորեն է որպես Հայաստանի քաղաքացի եւ անորեն է որպես Հայաստանի առաքելական եկեղեցու հավատացյալ։ Ինքը գապրի մեղքի մեջ իր գողագիցի գոմ հոմանուին հետ միասին։ Մա երկրորդ հարցը գուկա։ Եթե Աննա Հակոբյանը օրինավոր երբով Փաշինյանի գինը չէ, ինչպես իրեն պետք է գոչել առաջին դիգին, կարելի չէ գոչել։ Եթե առաջին դիգին չէ Աննա Հակոբյանը, ինչպես կրնա ճամփորդել դարբեր երկիրներ եւ ներկայացվի որպես առաջին դիգին, եւ ինչպես կրնա ճամփորդել Հայաստանի հարգադուի ծախսերով դարբեր երկիրներ եւ խարթախությամբ ներկայացվի որպես առաջին դիգին։ Ասոնք անօրենություն են։ Եթե անօրենություն են, ով բադվիրած է ասի, ով հրահանգած է եւ ով համացայնած է ասոնց, չարաշահում է Հայաստանի օրենքներուն։ Եթե Նիկոլ Փաշինյանը ղեկավարած է ասի, ուրեմն իր պաշտոնը չարաշահած է։ Եթե Հայաստանի բարձր պաշտոնյան, որ վարչապետի աթորին է, նման չարաշահում կգադարե, ինչ պետք է ունի արդարադատության նախարարությունը, որ կչարաշահի իր պաշտոնը, արհամարհելով սփյուռքը հայերու կրոնական իրավունքները, արհամարհելով ոտնագախելով հայաստանյաց առաքելական եկեղեցին, արհամարհելով ոտնագախելով կաթողիկոսությունը, ամենահայց կաթողիկոսությունը, եւ արհամարհելով եւ ոտնագախելով Հայաստանի հարգադունելու իրավունքները։ Ասոնք հարցումներ են, որ վարչագահի պաշտոնին նստած անձը պետք է պատասխանե, նույնպես պետք է պատասխանեն արդարադատության նախարարությունը եւ ոստիկանությունը։ Իմ հարցադրումս Հայաստանի քաղաքացի իրավունքն է։ Անօրենությունը պետք է բաժվի։ Եթե անօրենությունը կթույլատրվի բարձրաստիճան պաշտոնյային, որ Հայաստանի ներկայացուցիչն է, այդ կնշանակե այդ երկիրը անօրինական դարձած է։ Եվ աս անձը հերադեսին արչև հայտարարած է, որ ինքն է կառավարությունը։ Նման հայտարարություն եղած երկրի մեջ, եթե լար Եվրոպա, այդ հարցը արդեն հրաժարած կլար։ Ինչու համար Հայաստանի արդարադատությունը, օրենսդրությունը չի պահանջեր ասմարթեն պատասխաններ եւ պատասխաններ եթե չունի, կամ այդ իրավունքը իրեն կբահե, որ ինքն է կառավարությունը, ասիկա ժողովրդավարության հագարակ հայտարարություն է։ Ինչ պետք է սփյուռքը որպես հայ
հագարակ որ Հայաստանի քաղաքացիություն չունի, բայց փարոյաբես Հայաստանի քաղաքացի կնկատվի, պետք է պահանջի Հայաստանի վարչագահեն եւ վարչապետեն հստակ պատասխաններ, թե ինչու այս անորությունները կգործադրվին եւ պատասխանատու անձ կամ անձիկ պետք եղած բադիժը չեն ստանալ։ Ներկայիս Հայաստանը այս վիճակի մեջ կգտնվի, որպես ազգային մեկնագետ քաղաքական հարցերու մեջ չեմ ուզեր խրվել այս ելույթով, բայց ավակային այդ հարցերու մասին ակբիտ խոսիմ խաղաղության վերաբերյալ եւ որոշ կապեր, որ Հայաստանի վարչագահը գվարե Թուրքիո եւ Ադրբեջանի հետ։ Այս խոսքերով գավարտեմ եւ կհանդիպենք հաջորդ անգամ։